Պարոն Ջհանգիրյան, մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական տվեց, մամուլը չի դադարում գրել, որ ձեզ կառաջարկեն այդ պաշտոնը, դուք ինչ կարծիք ունեք։ Շատ լավ։ Առաջարկեն ինչ կասեն։ Ուրեմն մեր խմբակցությունում, մեր կուսակցությունում այդ ընտրություններին մասնակցելու, թեկնածություն առաջադրելու, չառաջադրելու, մեկ ուրիշի առաջադրած թեկնածությանը պաշտպանելու հարց չի քննարկվել։ Կգա ժամանակը, քննարկումներ կլինեն, դուք էլ դրա մասին կիմանաք։ Մամուլը շատ բաներ է գրել, մինչև հիմա վստահ եմ սրանից հետո էլ շատ բաներ կգրի։ Ես ասացի, մեր խմբակցությունը, մեր կուսակցությունը նման հարց չի քննարկել, որ առաջարկ լինի մեր կուսակցությունից, մեր խմբակցությունից, մեկը քննարկենք, ձեզ էլ կասենք։ Իսկ ձեր սրտով է նման պաշտոն։ Ես ձեզ ասացի, եթե լինի, ձեզ տեղյակ կպահենք։ Գուցե մենք այլ թեկնածու առաջադրենք, եթե ցանկանանք մասնակցել այդ ընտրություններին։ Այդ հարցերով դիմեք հրաժարական տված պաշտոնյային։ Հրաժարականի հայտարարությունը որքանով էր հիմնավորված, որտեղ նորանոր հարցեր։ Ես որևէ մեկի որևէ հայտարարություն, եթե հետևել եք, երբեք չեմ մեկնաբանում։ Հարցրեք իրենից, թող ինքն էլ հրաժարականի դիմումի մեկնաբանությունը ո՞րն է։ Մեկը մեկնաբանում է, մեկը չի մեկնաբանում, մեկը երկար է մեկնաբանում, մեկը կար։ Իրավունքների պաշտպան ինչպես էր աշխատում Կարեն Անդրեասյանը։ Ես իմ գնահատականը 14 թվականի գործունեության այդ արդյունքների հաղորդման քննարկման ժամանակ տվել եմ։ Մարտի 1-ի մարդու իրավունքների եվրոպական դատարանում կվերսկսվեն մարտի 1-ի գործով քննությունը, ինչ ակնկալիքներ կան։ Մարտի 1-ի գործերը դուք շատ լավ գիտեք, որ եթե սպանությունների մասով եք խոսում, կոմունիկացիան սկսվել է։ Եվ եթե դուք ուզում եք մեկնաբանեմ այն լուրը, որ կառավարությունը եւս 2 ամիս ժամկետ է խնդրել լրացուցիչ այդ հարցադրումներին պատասխանելու համար, դա ընդունված պրակտիկա է մարդու իրավունքների դատարանում։ Այնպես որտեղ արտառոց որևէ բան չկա, դժվար է պատասխանել, հեշտ չէ։ Որովհետև արդյունավետ քննություն չի կատարվել, ոչ մի մարդասպան պատժված չէ։ Պարոն Ջհանգիրյան, այդ պաշտոնում ի վերջո ձեզ տեսնում եք։ Երիտասարդ, ես ինձ երբեք նույնիսկ չէի տեսել կամ չէի տեսնում ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը, բայց տեսեք, հիմա ես ազգային ժողովի պատգամավոր եմ։ Էլի տարբեր դերերում չեմ տեսել, կյանքը պարտադրել է։ Ամսի 1-ին Հայազգային կոնգրեսը հանրահավաք է անում, միշտ Ազատության հրապարակը այդ օրը Հայազգային կոնգրեսն էր զբաղեցնում, այս անգամ նաև Նոր Հայաստանն է կազմակերպել։ Հիմա այս գործընթացները ընդհանրապես չեն խանգարում։ Հայտը կներկայացվի օրենքով սահմանված ժամկետում, հայտը կքննարկվի, կտեսնենք քաղաքապետարանը ում հայտի գիտություն կընդունի, ըստ այնմ էլ կշարժվենք։ Այդտեղ տենց մեծ տրագեդիա մի տեսեք։